Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայցի շրջանակում ծանոթացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընթരാճ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շուրջ 108 հեկտար տարածքում իրականացվող բարեկարգման ու կանաչապատման աշխատանքների ընթացքին։ Համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում իրականացվում են ճեմուղիների քայքայված հատվածների վերականգնման, ռոռոկման եւ գազաբաշխիչ ցանցերի խողովակների ներկման, անտարպուրակային հատվածի մաքրման, կանաչ տարածքների ճմապատման, սիզամարգերի թարմացման ու ծաղկապատման աշխատանքներ։ Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ արդեն իսկ ամբողջությամբ վերակառուցվել ու թարմացվել է Ծիծեռնակաբերդի խճուղուց հուշահամալիր բարձրացող մայր ճանապարհը եւ մարզահամերգային համալիրից Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհահատվածը։ Ամբողջությամբ փոխվել են նաեւ ճանապարհահատվածների քայքայված եզրաքարերը։ Զեկուցվել է նաեւ, որ հուշահամալիրի ողջ տարածքում արդիականացվել է արտաքին լուսավորության համակարգը, ներկվել ու թարմացվել են նստարանները, տեղադրվել շուրջ 150 նոր աղբաման։ Նաեւ նշվել է, որ կառուցվել են թեքահարթակներ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար հուշահամալիրի տարածքը հարմարեցնելու նպատակով, իսկ տարածքը միջանցի գերթևեկից զերծ պահելու նպատակով շարունակվում են արգելափակող նոր սյուների տեղադրման աշխատանքները։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա հսկողության տակ պահել բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքների ընթացքն ու սահմանված ժամկետներում դրանց ավարտման ապահովումը։ Շրջայցի շրջանակում քաղաքապետին են ներկայացվել նաեւ հուշահամալիրի տարածքում տեղադրված 21 նոր ցայտաղբյուրները։ Իդեպ ինչպես ցայտաղբյուրների տեղադրումն, այնպես էլ հուշահամալիրի տարածքում 2 նոր հասարակական սանհանգույցների կառուցումն իրականացվել է Երևանջուր ընկերության կողմից։